Ես այսօր կներեք, սա հանրահավաքային հարթակի բան է, հեռուստատեսային ստուդիա է, բայց ես հստակ խնդիրը դրի, ընդ որում ես ասի, ես որպես վարչապետ չեմ պահանջում, ես որպես քաղաքացի եմ պահանջում։ Պետքա ջարդեք այդ ընտրակեղծարարների ձեռքերը այսօր, գիշերը։ Եթե գնանք ձեր տրամաբանությամբ, ընդունենք ձեր տրամաբանությունը, կար դրա ավելի ռացիոնալ ձևը։ Որը։ Ասեմ, դուք այսօր հանրահավաքին ասացիք, Քոչյանը նստելու է, Ծառուկյանից էս ենք վերցնելու, Սամվել Կարապետյանը նստելու է, Սերժ Սարգսյանը նստելու է, այդ ասում եք 21-ին։ Այո։ Հիմա 26-ն է։ Այո։ Մարդիկ ասում են ընտրարշավից ընտրարշավ իրանք նստում են, հետո 5 տարի չեն նստում։ Ընտրարշավ չի։ Տեսեք նախ, այնտես։ Օրնիկի տղա Նիկոլ Փաշինյանը քաբաբ հետ են տալու, քաբաբը կողեմ կնգատ պծի մեջ, բոզի տղա, էսա հետ տալը, դու սրանից մի կոպեկ բան չվեկալար հետ, էսում եք դրե էշի տեղ, մարդը միլիարդ հատերա, հարց, բողպատ է մանդատ էր ուզեմ պորնիկի տղեն, տվին բողպատ է մանդատ, սրա համար տվիք, չէ, ժողովուրդ, որ բանը ջալալը ամպուտություն, 5000 հոգու, գպսրես ճամփեց վերև, ամպուտություն, ոչ դիտավորյալ, Սերժ Սարգսյան արդարացվեց, մաքուր մարդ, ոչ թալան է, ոչ վեկալ է, ոչ տար է, ոչ տրե, ով կասի Սերժ Սարգսյանը թալանել է, բոզի տղա է, այսի ձևակերպին օրենքով դրին, Արշակ Հակոբյան, անմեղ, մաքուր մարդ, կյանքում մի հատ լևի փող չունեցե, այդ սաղ, որ ունի չունի աշկեքի, փեսեքի, իա աղբորանով, լեգալա, դե գնա ժողովուրդ, վաչխար ժողովուրդ, դե գնա Նիկոլին Զենտուշ։ Ու այս սրանց պիտի գնան նորից ընտրեն։ Մարդիկ կա, որ այսքանից հետո ասում են բոլոր այդպես մտածողներին ժամանակը գա, ես անպայման